Միքայել, հայրդ վախճանվեց։ Խորապես վշտացած ենք Սրաֆյոն Գասպարիչ։ Միքայել սիրիս սրոքցում, Պարոն Ալիմյան, ընդունեք իմ խորին վշտակցությունը, ցավակցում եմ Սրաֆյոն Գասպարիչ։ Էֆերիմ Միքայել աղա, հուսով եմ, մեզ չես մոռանա։ Ինչպես ասում են, թագավորը մեռավ, գեցցե թագավորը։ Շնորհավոր ու ցավակցում եմ։ Փուչ աշխարհ։ Արշակ սիրելիս, այսուհետև ես եմ քո հայրը, իսկ դու իմ որդին ես։ Սմբատ։ Ժամանեց պարոն սոցիալիստը։ Ով։ Եղբայրդ Սմբատ Ալիմյանը։ Սմբատ։ Իկար։ Ախ, ոնց էր քեզ սպասում, ոնց։ Սմբատ, որդիս, հայրդ իր մահով քեզ վերադարձրեց։ Պապաշա, դրուսն ասա, ինչքան փողից տվել կնգանդ մարմարյոնին։ 500 է, 500։ Ვა, աղջիկ պարոնը դրախտում քեզ պրոշտի կանի։ Դրախտում թե դժողքում։ Սուտավալամ, քանի ջվում թոն է սաբրի։ Դրախտն էլ աստեղ, դժոխքն էլ, հա։ Հին խոսք է, շատ իմաստուն։ Այո, Ղուլբա, Միքայելի հալն ինչ է լինելու։ Բանկրոտ, Մարկոս աղան իր բոլոր շարժական ու անշարժ կայքը բանկային թղթերի հետ միասին մեծին է գտել։ Այո, Սմբատ Ալիմյանին, Միշելիս էլ ամսական մի քանի 100 ռուբլի բերբանի ծախսի համար։
Ժառանգության իր բաժինը կստանա միայն եւ միայն ամուսնությունից հետո։ Այնպես որ քազիմ պարտքդ այն աշխարհում կստանաս։ Մուխանաթություն։ Ադա ուրեմն այդ սոցիալիստը դարավ կապիտալիստ։ Էլ մի ասի։ Պայմանով, որ ունեցածը չի կարող կտակել իր զավակներին, մինչև չբաժանվի օտարազգի տիկնոջից, հայի հետ չամուսնանա ու նոր զավակներ չունենա։ Դաժան էր ծերուկը։ Վալլահ իմ գործը չէ, կչոքեցնեմ Միքայելին, թե պարտքը չտա։ Չտա ես կտամ։ Մի բան էլ վրա դիր, պարոն Քազիմ Ասլանօղլի։ Մարկոս աղան անվանի քաղաքացի էր, բացի Սա անարգանք է, ոչ թե հիշատակի հավերժացում։ Գեղեցիկ չէ իհարկե։ Սակայն կյանքում բոլորս էլ նույնն ենք անում։ Homo homini lupus est։ Մարդը մարդու համար գայլ է։ Չհասկացա ձեր միտքը, պարոն Իսահակ Մարութանյան։ Ձեր այսպես ասած հարազատ փեսան։ Նրա անվանն ու հիշատակին։ Հաջանեմ, Եվ մեր ազգը կենամների արիսին։ հատուցանել իր երախտավորին, փայփայելով զավակներին։ Աղավություն հանգուցյալի ոսկորդելի։ Ինձ չի հասկանում քո նորընձախ նամակալը, մինչ դեռ գրած կգամ, որ հենց երեք ինքն էլ կվազեր այդ գրոշների ետևից, այստեղ են ասում, երեք մուկ, այսօր թմբուկ։ Հասարակությունը փորձրեց իր ականավոր Քիչ խմիր։ Հետդ խոսելիք ունեմ, և շատ լուրջ։ գործնեությունը ամրացնում էր մեր իրավակարգի հիմքերը։ Բարև Անտոնինա, բարև իմ մանչուկներ։ Մի շաբաթ է ընդամենը ինչ բաժանվել եմ դզանից, բայց աչքիս առաջ շարունակ դուք եք, սիրելիներս։ Դու ճիշտ էիր կռահում, Անտոնինա։ Պատկերացնում ես, հայրս ինձ ժառանգորդ է դարձրել իր ողջ ունեցվածքի։ Ես ուրեմն միլիոնատեր եմ։ Ես, որի լուր ամենի ըմբոստացել եմ սոցիալական անհավասարության դեմ, կանգնած եմ հիմա հազարավոր մարդկանց արյուն քրտինքից քամված հարստության գլուխ։ Ինձ էլ դոկտոր։ Վանգն ինչքան է։ Ես բարձա։ Ասա ինձ, ուզում ես, որ հորդ կտակը համարվի ապորինի և կեղծ։ Այսինքն ինչպես։ Ինչպես, իսկական կտակը մեջտեղից հանվի և տեղը կեղծը դրվի։ Հետո, երբ իսկական կտակը ապորինի ճանաչվի, ասպարեզում կհայտնվի այսպես կոչված կոնտր կտակը, և այդ կտակի զորությամբ կտիրանաս ոչ միայն ժառանգության քո բաժնին, այլև հորդ ամբողջ կայքին ու կարողությանը, քրոջդ հասանելիք իրեն հանձնելուց հետո իհարկե։ Լատիներեն այդ օպերացիան կոչվում է in veritas argumentus։ Միքայել Մարկիչ։ Միքայել Մարկիչին դրսում մարդ է սպասում։ Բարոն Թետիկին։ Ինչու ես եկել։ Քեզ է ուզում տեսնել։ Ուրեմն արդեն ստանձնել ես խնամակալի սպարտականությունները։ Մերսի, չեմ ընդունում։ Միքայել։ Ինչ է։ Միքայել, ինչու ես ինձ օտարի պես վերաբերում։ Ես քո հարազատն եմ վերջապես։
Ես վաղուց արդեն մոռացել եմ, որ դու իմ եղբայրն ես։ Ինքդ էլ երևի արդեն մոռացել ես։ Այսքան տարի մեզնից հեռու լինելով, հիմա եկել ես, հարազատ ես ներկայանում։ Ինչի՞ թե պետք այդ կեղծիքը։ Բայց եթե անգամ դու իմ եղբայրը չլինեիր, միևնույն է, ես չէի կարող անտարբեր նայել, թե դու ինչպես ես։ Ինչպես եմ ապրում։ Ապրում եմ ինչպես որ հարմար եմ գտնում։ Չեմ հավատում, թե այդպիսի կյանքը կարող է մարդուս որևէ բավարարություն տալ։ Նայած ինչ մարդու։ Ես ոչ բարոյագետ եմ, ոչ էլ իդեալիստ։ Բայց դու պատվավոր տան զավակ ես։ Ինչպիսի բառեր, եւ ասողն ունի մարդ, որն այդ տանից փախել էր։ Ինչ քեզ վերափոխեց։ Միլիոնանոց ժառանգությունը։ Ետ քաշվիր ճանապարհիցս։ Առանց այն էլ մի անգամ արդեն կանգնել ես այդ ճանապարհին։ Ես։ Ինչպես, երբ։ Երբ դու Մոսկվայում հրապուրվեցիր քո այդ բարձր գաղափարներով ու շեգլիկ կորյորթով, հայրս արգելեց ինձ գնալ այնտեղ ուսում առնելու։ Եվ ես մնացի բարեհամբավ այս քաղաքում ու դարձա այն, ինչպիսին ահա տեսնում ես ինձ։ Այս ինչ դժոխային պայմաններում են աշխատում մարդիկ այստեղ։ Ոչ միայն այստեղ։ Ձեր հայրը գտնում էր, որ ծանր լուծը մարդուն ավելի եռանդուն է դարձնում։ Հայրս մտածում էր իր դարի հոգեբանությամբ։ Իսկ մենք ձեզ հետ պարտավոր ենք բարելավել աշխատանքի պայմանները։ Հեշտ է ասել պարտավոր ենք։ Բայց պարտավոր ենք։ Ինչպես վարվեմ թանկագինս։ Թքեմ այս ամենի վրա, հրաժարվեմ ժառանգությունից և վերադառնամ ձեզ մոտ, կրկին աղքատ լինեմ, բայց ազատ ու անապական, սակայն չէ որ կարելի է բարոյական ազնիվ գործերի ծառայեցնել անազնվորեն դատած փողն ու իշխանությունը։ Թեկուզ հենց բարվոքել վիճակն այն թշվառների, որոնց տեսա հանքել։ Ինչու չփորձել։ Թողնելու հեռանալ միշտ կարող է։ Բարյախորժակ։ Բարև։ Ինչ որ հուզված ես իրում, տանից ես գալիս։ Ոչ։ Պարզով։ Ինչն է պարզ։ Այն որ տանից չես գալիս։ Ինչ պատվիրեմ։ Ուտել չեմ ուզում։ O temporo o mores։ Նորմալ մարդ չի մնացել։
Օ, Սալամ։ բարև ձեզ, Սալամ։ բարև ձեզ։ Բարի ախորժակ, ես ձեզ երկուսիդ էլ այս գիշեր հրավիրում եմ այստեղ։ Օ, ուզածիդ պես քեֆ ենք անելու։ Գիշերները ես քնում եմ։ Մանել եմ, ինչ չնեղացնեք։ Տարիք սառած մարդ եմ, ներեցեք քնվում եմ։ Խնդրեմ նստեցեք։ Չէ, ինչ եք ասում, ես պիտի պատվերներ տամ, որ գիշերը ամեն ինչ կարգին Այո, լինի։ իհարկե, Միքայել, չշանաս խնդրում եմ, եղբայրդ էլ է գալու Սմբատ Մարկիչ։ Սմբատ Մարկիչ։ Սալամ։ Սալամ, գնաք բարով, գնաք բարով։ Սալամ ալեյքում։ Օ, գնաք բարով։ Զորավոր տիպ է, 3 թե 4 միլիոն ունի։ Իդեպ, այս գիշերվա քեֆը եղբորդ պատվի համար է անելու։ Կտակն ինչ եղավ։ Գիշերից շատ փնտրեցի։ Որտեղ փնտրեցիր։ Հորս սենյակում բոլոր դարակները քրքրեցի, սեյֆն էլ բաց արի։ Եվ ինչ։ Չգտա։ Եթե գործարանի գրասենյակում էլ չեղավ, ուրեմն հանձնել են նոտարիուսին։ Ով։ Եղբայրդ։ Թաց տեղում պարկող չէ, պարոն իդեալիստը։ Մարկոս աղան գիտեր, թե ում է պահտալիս ունեցվածքը։ Ուզենք չուզենք Ղալումյանին պիտի դիմենք։ Ղալումյանին։ Պարոնին, ոչ տիկնոջը։ Նոտարիուսների հետ նա է գործանում։ Միքայել։ Մենք էլ մարդ ենք։ Մահկանացում։ Ես թե չայր ժամանակս, ես ինչեր եմ արել։ 636,720 Սմբատն այստեղ է։ Ոչ, Բաց երեք դուռը։ բանալին պարոն Սմբատի մոտ է։ Նա այստեղ է, գործարանում, նստեք, սպասեք, հիմա կգա։ Ամբողջ տարվա բալանստ է պահանջել Սմբատ Մարկիչը։ Ես կարծում եմ, որ բանվորների համար նոր մի կացարան պիտի կառուցել։ Բայց դուք հասկանում եք անշուշտ, որ այդ քայլը Ուզում եք ասել, որ մյուս հանքատերերին դա դուր չի գա։ քիչ է ասել դուր չի գա, շամթահար կանի։ Երեխաներ, եկեք։ Սկսում ենք։ Արասուլը։ Ով է այս օրիորդը։ Օրիորդ Շուշյանիկը մեր հաշվապահի եղբոր աղջիկն է։ Հայրն անդամալույց է, ինքն է նրան խնամում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, օրիորդ։ Մեր բանվորների երեխաներին ուսուցչություն է անում եւ անվճար։ Շատ ազնիվ եւ բարեկիրթ աղջիկ է։ Գնանք։ Կարո, Գուրգեն։ Դիմեք որևէ ճարտարապետի եւ պատվիրեք կացարանների նախագիծը։ Բարի։ Я слезы лью, а прошлом грудь тоскует, но хладен ты, и сердце муж вдали. Тебя тех дней блаженство не чарует. Я помню все, но ты помнишь ли? Я помню все, но ты Ինչպես է Սմբատ Մարկիչ։ Հոյակապ է։ Շնորհապարտ եմ բեք այս մեծ հաճույքի համար։
Նշխարքա, Կման պարոնայք։ Մուցավը տանեմ Շնորհակալություն օրորդ։ Ես նորից վայելեցի ռուսական երգի բուրմունք։ Գնահատող է, անմիջապես երևաց։ Պարոնայք, առաջարկում եմ խարույկ իպատիվ Մելպոմենիդիցուհու։ Իպատիվ կրակ վառենք, հետո ճաշը կերվենք։ Այ, Վերցրեք։ Ինչպես։ Այժմ Ռիտուալ։ Ռիտուալ։ Պապաշա, Պապաշա։ պապաշա։ Աշար։ Մեն բենքցի, պապաշա։ Լող կցի, լող։ Պարոն Սմբատ, ինչքան գցես քո ամանատն է։ Սելմոպն է։ Աբա բատոնո։ Կրակը թող թեժ լինի։ Մոխիրը շատ։ Բեք, այստեղ են ասել փողերը քամուն տալ։ Քամուն տալ կարելի է ուրիշ ձևով։ Ասենք, օրինակ բանվորների համար ինչ-որ նոր տներ կառուցելով։ Դուք այդպես եք կարծում։ Բասեինը շամպայնով լցրեք։ Baş usta bek. Ինչ բանի ես։ Գնատուն։ Քեզ էի փնտրում։ Գնա ասում եմ։ Սմբատն էլ այնտեղ է։ Գնատուն ասում եմ։ Դուք էլ ծրվեք։ Շուտ։ Դե։ Փող դուր գնամ։ Դու գող ես, գող, կարծում ես չգիտեմ, որ սեյֆիդ փող ես թրծվել։ Գող, գող։ Այ, ինչ գուզեք։ Խնդրում եմ։ Էս էլ ռախի, աբա մի կուլտուր, հուպտուր, Կարսոններիդ քշիր գնան։ Լսում եմ։ Պարոջիկ, պարոջիկ։ Պարոջիկ Բրյանցև, մի հատ տրակացրու խոսք ունեմ ասելու։ Սիում մինուտո։ Հիմա լավ բան կտեսնես։ Լրություն, լրություն։ Ուշադրություն, պարոններ, ուշադրություն։ Պապաշա, հիմա կլնի թամաշա։ Բասեինում շամպայնի մեջ, հիմա կլողացնենք մեր գյոզալ բլբուլին։ Բրավո, հրաշալի լիցյա։ Օ, Միքայել, վաղտին եկար։ Ստացիր պարտքս։ Օհո։ Այստեղ 500 է գեղեցկուհիս, 500։ Էլի 500։ Բախշում եմ։ Վերցրու Լենոչկա։ Ես չեմ կարող։ Դե։ Ես կմեռնեմ։ Ամենը մի վարքյան կմերկանաս։ Աչքերդ կփակես եւ Թող նրան քյազին։ Ադա չի թողեն չի, Պարիժում դրանց ջերգով տկլոր պարենացım։ Մենք ինչ աստեղ չաչանենք։ Արի պապա, արի բոգին յաջան, արի։ Միքայել, նշանածը քոչի։ Երևում է Միքայելի սիրտը կպել է, ուզում է ամուսնանալ։ Քազիմ, տես որ փողերը դանտեր չմնան։ Գրիշա։ Պետք չէ Գրիշա։ Սմբատ Մարգիչ, դու ես այսօրվա իմ պատվական խոնավը, ականջս քո խոսքին Ղուրբան։ Պարոն Բեկ, հանգիստ տողեք այդ կնոջը։ Խնդրում եմ։ Պապաշա, իշտա այդ կացա։ Արի բալաջան, արի լավ պերասիմ։ Այն տեսնում ես, այդ շամպայնին ապսուք է։ Բրավո,
Ախմի, լավա, չոմ, լավա չէ, լավա, ուրասիկ, լավա, վայ, աղջի շորը, թրջվալա, վայ, մեջ, աղջի աղջի, վայ, շիշկի դաղա, վայ, սադրջանն գա, Թող է կատրջանակս հանեմ կրակ, Բրտեք ջան, օրը ճաշ դարավ։ Կարեք դարձեք, շուտ, շուտ։ Շատ ես տխում։ Ինչ է որ։ Այստեղ դա անվտանգ չէ։ Հրդեհ կծակի։ Արի լավ։ Կարվի կվերջանա այս ապականությունը։ Մայրիկն էլ է իմացել Սեյֆի պատմությունը։ Այո, դժբախտաբար։ Ոչ մի դժբախտություն էլ չկա։ Փողեր պետք վերցրի։ Համարենք, որ դու ճիշտ ես։ Ինչ ես ինձ վրա կարեկցական հայացքներ գցում։ Խղճացած ես տեսնում, հա? Սպասիր, սպասիր, շուտով դերերը կփոխվեն։ Ինչ նկատի ունես։ Ոչինչ։ Լսիր Սմբատ, երբ ես տեղափոխելու ընտանիքդ։ Չգիտեմ։ Եվ արժե արդյոք։ Ինչպես։ Գիտես, իմ տիկինը նույնպես այն կարծիքին է, որ այս աշխարհը պիտի հրդեհել։ Լսիր, վերջապես գալու ես գործարան, թե ոչ։ Ոչ։ Ինչու։ Չգիտեմ։ Գրեցիք։ Մի անգամ էլ կրկնենք։ 3, 4 Արև, արև, եկ, զիզիկ, հարին, եկ, սև, ամպեր, հեռացեք, արևին ճամփան տվեք, արևը Ներեցեք, պարոն Ալիվյան։ Ճարտարապետը գրասենյակում սպասում է ձեզ։ Ստեսյուն օրյորդ, շնորհակալություն։ Գնանք։ Բանվորական կացարանների նախագիծը պատրաստ է։ Լավ։ Գնանք տեսնենք նախագիծը, Միքայել, հա։ Գնանք։ Գնանք։ Սպասում եմ։ Ես հիմա։ Ներեցեք օրորդ։ Խնդրեմ։ Կարող եմ տանել ուր որ կամենաք։ Խնդրում եմ չմերժեք։ Ես ես չեմ ուտի, դե։
Խնդրում եմ նստեք։ Չեք արարքին։ Ոչ։ Դե, Կարապան։ Ուր կհրամայեք։ Գրախանութ, թատրոնի մոտ։ Սքանչելի է։ Իսկ թատրոն գնում եք։ Գրեթե ոչ։ Մի անգամ եմ եղել։ Դրամա եք սիրում, թե կոմեդիա։ Դրամա։ Հենց այս երեկո մի դրամա են խաղում։ Կարծեմ Նորա։ Նորա, կարդացել եմ։ Թույլ տվեք հրավիրել ձեզ այդ ներկայացման։ Շնորհակալ եմ, բայց հորս մենակ թողնել չեմ կարող։ Դե ինչ կլինի, որ մի երեկո բացակայեք։ Ոչ, չեմ կարող։ Օրիորդ։ Դուք ջահել եք եւ գեղեցիկ եւ տանը փակված։ Ներելի չէ դեր ծնողներին։ Այսուր են տանում, պարոն Ալիմյան։ Մի քիչ զբոսնելու։ Ես զբոսնել չեմ կամենում։ Իսկ ինչու։ Չեմ կամենում եւ վերջ։ Օրիորդ, դուք ինչ ինձ հրեշ եք կարծում։ Ամենևին։ Աբա ինչու եք վախենում ինձնից։ Ես ոչ ոքից չեմ վախենում։ Կարգադրեք, որ Կարապանը մեզ քաղաք տանի։ Պարոն Ալիմյան, ես ստիպված կլինեմ կարգից դուրս նետվել։ Սպասեք։ Ես սիրում եմ։ Միանգամից այո, դուք մի հայացքով խելքան արեք։ Ապթակեք ինձ։ Արեք ինչ որ ուզում եք, ես անկարող եմ զսպել ինձ, օրիորդ, կարող եմ։ Թողեք, խելագարեք։ Թողեք, ասում եմ։ Դուք կարգին մարդ չեք, պարոն Ալիմյան։ Ամենևին նման չեք ձեր եղբորը։ Իմ եղբորը։ Դուք մտերիմներ եք։ Ներեցեք ինձ, որով ես չգիտեի։ Ախ, սրբազան հայր, բոլոր մայրերից ամենադժբախտն եմ ես։ Մեծ որդիս խելոք է, աշխատասեր, խնայող, բայց նա էլ փչացրել է կյանքը ամուսնանալով օտարի հետ։ Հորանեցքն էլ վրան։ Ինչ անեմ, ինչպես համոզեմ նրան, որ կատարի կամքը հանգուցյալի։ Ամենաբարձրյալը գդասես սեղոքին հանգուցելոցым, իշարը սրբոց և մարգարից։ Իսկ միջնեկս օր-օրի վրա ավերում է իրեն, թե հոգով, թե մարմնով։ Օրհտնյալ ինես զավակս։ Որին վեհապարություն ամենայն հայոց հայրապետը հաճել է յուր օրհնությունը հղել արձերդ ազնվության։ Ընդունիր օրհնությունս զավակ Աստծո, ազգի և հարգո ընտանյաց։ Սմբատ, որդիս, կատարիր հորդ կամք։ Հանսա ձայնը բազմած զավակս։ Ոչ սրբազան հայր, զուր է ձեր միջամտությունը։ Ես անկարող եմ կատարել մորս պահանջը։
Եթե իմ արածը հանցանքի ազգի կրոնի Գերդաստանի դեմ, ինչպես ասացիք, ապա ես, միայն ես կկրեմ դրա պատիժը։ Իսկ ձգել իմ երեխաներին երբեք։ Լիզուտ կտրվի վերքո։ Դուրը որ ծեծիլ է, սիրածի մարդն է բացարի։ Համամ շշմիլ է ու ճարը կտրած փուղ է ուզի բաս։ Վայ վերքոտ, վայ հարազադը, Միքայելը որ իմացել է, կլուխդ մի լավ օխ կտա։ Են աստված գուրթի մասում։ Սպանոնայք, կնյազ։ Բարերկո։ Բարեկամներս են պատվավոր։ Տեսնում եք, են ғայդի մանգալի ասես ֆանտանը խփիլ է ու ինքն էլ միլիոն չիկ է դարը։ Համա ֆանտանը թարսվիլ է, չի խփում ու չի խփում։ Մարդ ազբաղեցրու այս տիկնիկին։ Միքայել, ինչպես ասում են, լույսը քեզ տեսնովին։ Ես բաղված Տեսնում եմ։ Իդեպ, այսօր ես փաստաբանին պատվիրեցի, որ դատարանին խնդրագիր տա։ Ինչի մասին։ Մեր դատի կարծում եմ ժամանակն է։ Իսկ որ բնագիրը ձեռք գցել չհաջողվեց, վերնանիցած մի կերպ գլուխ կբերեմ։ Ինչ է կոնտր կտակ արդեն պատրաստ է։ Մի կերպ հաջողվեց։ Նմանակել հորդ ստորագրությունը Խալումյանը օգնեց։ Ես այդպես չեմ ուզում։ Չլինի թե եղբայրդ խոստացել է կամովին տալ քո եւ իմ բաժինը, հա։ Քո բաժինը։ Քրոջդ բաժինը, այսինքն։ Նա ժառանգ չէ։ Եվ որևէ բաժին ստանալ չի կարող։ Հետաքրքիր է։ Եվ անակնկալ։ Պարոնայք, անցնենք բուֆետ մի միթաս խմելու։ Չէ բեկ, մի միթասով չի սպրսնի։ Ինչ կան չլիթ հազահանքից ձեր գցի, են էլ ինչ հան։ Ադա, խելքն էլ, բախն էլ, աստուցա։ Ճիշտ ասապեք, քանի նավթահանքում ես։ Ես ասիմ, Շամախու ճամփին, հին քաղաքում, թուրքի թաղում, ծովի ափին, Բեքրոմ չի, Մարոկոյի սուլթանի անիրավը։ Դե հողը մերն է, Մուհամեդն էլ վերից մեզ պահապա։ Ո, իսկապես։ Օ, Գրիշա, սալամ։ Բոլորս միասին գնում ենք բուֆետ։ Սպասեք, պարոններ։ Թույլ տվեք։ Կանգնիր այսպես։ Ապերանք։ Գրիշա։ Նոր է իմանում, որ Միքայելն իր քրոջ հետ է։ Ոյ, քեզ անտրակ։ Խայտարակություն։ Վնասը կգազի մոտ 100-150 հազար, պարոն Ալիմյան։ Այսինքն տարեկան եկամուտի կեսից ավելին։ Բայց հասույթը եկող տարի հանքերի վերանորոգումից հետո կփոխադուցի մեր կրած վնասը։ Ուրեմն ձեր հոգսը, պարոն Ալիմյան, ոչ այնքան աշխատանքի պայմանների բարելավումն է, որքան եկամուտի հավելումը։ Իսկ ձեզ թվում էր, որ ես պիտի ձգտեմ քայքայել այս տնտեսությունը։ Ինձ թվում է, որ թույլ տվեք գնալ։ Խնդրեմ։ Դուք գնացեք, պարոն Հաշվապահ, ես ձեզ հետ գործ ունեմ։ Բալախանիում վրաց իշխան Միասամիձեն ճանաչում եք նրան։ Դժբախտաբար ոչ։ Այդ իշխանը վաղը կեսօրին աճուրդի է հանում իր նորաբուխ շատրվանում։ Պատկերացնում եք, կուզենայի ներկա լինել դրան, տեղից բարքերին ծանոթանալու համար, ինչպես ասում։ Այո, իհարկե։ Պարոն Զարդարյան, չէիք բարի հաճի ուղեկցել ինձ։ Մեծագույն հաճույքով։ Որքան է ձեր ամսավճարը։ 40 ռուբլի։ Իսկ թույլ չեք տա, որ իմ եղբոր աղջիկն էլ ուղեկցի մեզ։ Նա երբեք շատրվան տեսած չունի։ Խնդրեմ։ Մեծ սիրով։ Շնորհակալություն։ Ստեսություն։ Գերոնիկոր Միքայելը տանն է։ Տանն է, բաս։
Քեֆ ունի, որ խալխի մեջ երևա։ Քեզ կյանքի միայն մի կողմն է ծանոթ կա եւ ուրիշը։ Դու վատ ես սկսել, բայց կարող ես լավ վերջացնել։ Իսկ դու։ Ես գուցե ընդհակառակը։ Քեզ կույր ատելությունն է մոլորեցրել, ինձ կույր սերը։ Ուրիշ խոսքով դու սատանայի զոհն ես, իսկ ես բարի հրեշտակի։ Բայց դառնանք մեր գործին։ Ընդունում ես առաջարկս։ Իսկ ինչ պետք է անեմ ես գործարանում։ Ինչ որ ես եմ անում։ Առայժմ գործեր ինձ հետ միասին կվարես, հետո միանձնյա։ Դա քո նյութականի հարցներ կդուցի։ Լսիր, դու գիտես ես ինչ էի փնտրում այն գիշեր սեյֆում։ Կարծում ես միայն փող։ Ապա էլ ինչ։ Կտակը։ Չեմ հասկանում։ Իսկական կտակը պիտի վերցնեի եւ կեղծված պատճենը տնեի տեղը։ Բայց ինչի համար։ Որպեսզի դատարանը քեզանորեն ժառանգ հայտարարեր։ Եվ այդ բոլորից հետո ինչ բաժին պիտի հանեիր Մարութխանյանին։ Արջի բաժին։ Արյուծի։ Ուշադրություն։ Շարժվեք։ Մերսի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կարող եք հանգիստ լինել։ 10,000-ից չպետք է անցնի, ինչպես պայմանավորվել ենք։ Վստահ եղեք։ Բարի չի, ինչպես միշտ։ Խիլք ունենար չի ծախի։ Ոսկի հանք է։ Ոնց է ծախում անիրավը։ Լեզու չաղ մի տա, թե չէ միտքը կփոխի։ Կնյազից մի վախենա, բեկ։ Ոչ միտք ունի, ոչ էլ փող։ Դու ինձնից վախեցիր, որ հանկարծ քթիդ տակից չփախցնեմ ֆանտանը։ Թե ուժդ կպատի, թող հալալ լինի։ Պայմանավորվեցինք։ Բարև ձեզ, ողջույն, բոնժոր։ Ողջույն, բարև ձեզ, բարև ձեզ։ Սմբատ Ալիմյան։ Բարև ձեզ Սմբատ Մարկիչ։ Բարև ձեզ։ Ադա այդ սոցիալիզմ բատը Բերնին համագի դմա։ Մի տես թե ինչ երան ապերալ հետը։ Ինչի՞ խոսում դու։ Են խաչը 10,000 մանետ կտայի։ Ֆանտան խոնչի ու 10,000 մանետ տաս։ Ա ֆանտանա բայիչա։ Ժանի մատա։ Ապա մի ֆոտոն քաշեք։ Բարոներ, սկսում ենք հաջորդը։ Շատ դրվանը գեղեցիկն է։ Այո։ Կարծես սևահեր կախարդուհի լինի։ 1000 ռուբլի։ 1000 ռուբլի։ Բարոնայք, 1000 ռուբլի։ 1500։ Որքան է ասում։ Ամեն ինչ նախապես պայմանավորված ու վճռված է։ Ով պիտի սկսի, ով վերջացնի։ Միթե։ Բայց էլ ինչ աճուրդ։ Մի նոր թամաշա ամբողի համար։ 3000։ 3000 բարոններ։ 3000։ 4000։ 5000, 5200, 5500, 5700, 5700 բարոններ։ 6000, 6000։ 6000։ Պարոն Զարդարյան, մոռացա ասել ձեզ։ Վաղվանից ձեր ռոճիկը կրկնապատիկ ավելին կլինի։ Շնորհավորում եմ։ Խորապես շնորհակալ եմ, պարոն Ալիմյան։ Ի սրտե ձեր աշխատանքն ավելին արժե։ 7500։ 8000։ 8000։ Բարոններ։ Դա որտեղից մեյդան։
Սա ով է դու։ Գիտես, նոբելի մարդկանցից է, այն որ Մուսաղոլովի հանքերին կանխինք, 5 միլիոն փող է տվել։ Արիժա բալամ, ում ուզեն կպարասնեն։ 8500 9000 9000 Վերջին գինը կարծում եք որքան կլինի։ 9001 15,000-ից ոչ ավել։ 10000 Ոչո գժվեցիր։ 15000 15000 Ես ոնց եղավ հարալախտվեր։ Դե ես ինչ իմանայի, որ 15000 Պարոներ, 15001 15002 20000 20000 պարոնայք 20000 25000 30000 30000 35000 35000 50000 Je regrette. Je m'incline. 50000 պարոներ 50000 մեկ 50002 50000 երեք Շատրվանը գնված է պարոններ Արժեր որ, պարոն Ալիմյան։ Արժե, շատ գեղեցիկն է։ Շնորհավորում եմ, պարոն Ալիմյան։ Շնորհավորում եմ, պարոն Ալիմյան։ Մերսի, մսյո։ Պարոն, Հաջողված արկեմ ար շնորհավորում եմ։ Շատ հաջող։ Առովայ։ Շնորհավորում եմ, պարոն Ալիմյան։ Հիանալի է։ Շնորհավորում եմ։ Սմբատ վարգից հալալախտերես գենացվարես։ Շնորհավոր։ Շատ հաջող էր, շատ։ Փայլուն էր, փայլուն։ Ներեցեք։ Շնորհավորում եմ, պարոն Ալիմյան։ Թույլ տվեք լուսանկարել ձեզ։ Հաղթանակ էր օտար երկազավթիչների դեմ եւ հայրենասիրական արարք։ Գեցե հայ բուրժուազիան։ Ուշադրություն։ Նկարում եմ։ Հոպ։ Ինչով ենք պարտական ձեր այցելությանը։ Անժամանակ է։ Հասկանում եմ, բայց ես մեղավոր եմ։ Այո, մեղավոր եմ քո առաջ, անուշի առաջ, բոլորի։ Արդեն մարսեցիր ապտակս։ Հիմա մենք թշնամիներ ենք, բայց խնդրում եմ լսիր ինձ։ Զուր ես փախչում մարդկանցից։ Կխոսեն, կբամբասեն, կմոռանան։ Հիմա իսկ ուշադրության կենտրոնում Թիֆլիսից եկած այն վաճառականի ինքնասպանությունն է։ Այսինքն նրա կնոջ ու այն ջահել գործակատարի։ Ուրեմն այսպես։ Գործը որ գլուխ գա, 1/3-ը քեզ։ Կոնտրկտակի համար էլ նույնն էիք ասում։ Բան դուրս չկավ։ Չէ, սա նաղդ է։ Ինքն իր ձեռքով է ստորագրել։ Բայց չես հավատում։
տվել եք այսքանը։ Չէ մի պոզեր։ Ընդամենը 300։ Գրած է 3000։ Ինչը թվերը չի ջոկման ասունը։ Դե աչքը երևի ուրիշների կանանց վրա է եղել։ Պիտի դառնա 30,000, մնացածներն էլ, որը 50,000, որը ավելի, ու հասկանում ես, կեր, այ մարդ, սոված մնացիր, կեր։ Ձեզ նվեր պարոն Միքայել Ալիմյանից։ Ուշ մի դատերի, ասիացիներ են, բիրտ ու անկիրտ։ Չէ, ես նրա արևը կսևացնեմ։ Պարոն Ալիմյան, սեղանները պատրաստեք։ Շատ լավ։ Ուրեմն 60 ընտանիք, ապա մնացածները։ Տուն ենք բաժանում, թե մրջնանոց։ Չէ, ես տեսնում եմ մի նոր Սեն-Սիմոն է լույս աշխարհ եկել։ Մերսի։ Ես գերադասում եմ Գաբրիել հրեշտակապետին։ Բարև ձեզ Սմբատ Մարգիչ։ Կկամենայիք որևէ խոսք ասել բանվորներին։ Հարկ չկա, թող սկսեն հացկերույթը։ Իսկ աշխատավարձի 20%-ի հավելման մասին ով հայտնի ես։ Ինչպես որ հարմար եք գտնում։ Գնանք։ Ինչ որ նվաստ բան կա այս ամենի մեջ։ Իհարկե, եթե նայես հրեշտակապետի աչքերով։ Ողորմությունը նվաստացնում է թե ստացողին, թե տվողին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ալեյքում սալամ։ Здравствуй, хозяин. Здрасте. Գալմարջոց Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպես եք։ Ողջություն բոլորիդ։ Պարոն Ալիմյան, ձեր կենացնեմ խմում։ Շնորհակալություն։ Ես հացը վկա, անկեղծ խմեցի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ինչի չես ուտում, միսը համխոզի չամել ձրի։ Ադավասյա ուտում էլ եք խմում։ Քո պայծառ կենացը, պարոն Սմբատ։ Այս ժողովուրդը քեզ ղուրբան։ Տես ինչ ուրախ են։ Ապրես կարապետ։ Քո քեֆին դիպչոսինի պարոն Սմբատ։ Մեջքիդ կանգնած ենք։ Ռասու։ Քեզ համար խազեին, մենք ուզում ես հենց հիմա կրակի մեջ մտնենք։ Չուբրո։ Շնորհակալ եմ։ Գերեք, խմեք, անուշարեք։ Աղեն, վայ ես քո արևիններն եմ։ Ապրես, աղա։ Սմբատ։ Սմբատ, տանից եմ գալիս։ Արշակն էլի չքացել է։ Ոչինչ։ Ինչպես։ Անցյալ անգամ վապես հարբած ու կեղտոտ կգա տուն։ Ինչ։ Լուրջ եմ ասում։ Սեյֆը կոտրել է եւ շինարարների հասանելիք 3000 ռուբլին տարել։ Թուղթ է թողել։ Ինձ էլ չսպասեք։ Ահ, ինչ պիտի սովորեր Միքայելից։ Միքայելին ոչինչ չասես։ Պարոն Սոլյան։ Շարունակեք տնախմբությունը։ Բարի։ Կարծես ամեն ինչ լավ է ընթանում։ Բանվորները գոհ են ձեզանից, պարոն Ալիմյան։ Շարժվիր։ Սմբա, ախր ես քո հետևից եմ եկել, իսկ դու գնում ես։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ նկատեցիք։ Ներեցեք, ուրախությունից գլուխս կորցրել եմ։ Ինչով եք ուրախացած։ Ինչպես թե ինչով, մարդկանց ուրախությամբ դուք անտարբեր եք։ Անտարբեր չեմ, օրիորդ, անհույս եմ։ Դուք ինչ եք ինձանից երես թեքում, ինչ եք ուզում ինձանից։ Ինչու եք շարունակ շտամբանքով նայում ինձ, կարեկցում։ Ես վաժու կարիք չունեմ։ Պարոն Ալիմյան, բայց ես... Մի կեղծեք Աստված սիրեք։
Ես վատն եմ անում էլի ինչ որ կամենակ, բայց այս կրծքի տակ էլ սիրտ կա վերջապես։ Մի կարևորեք խոսքերս։ Հենց այնպես ասացի, հիմարացա մի բա։ Անքնությունից է, վհատ եմ։ Որտեղ եք տեսել։ Կայարանում։ Իսկ դուք ով եք։ Ով եք։ Ինչպես։ Չիմացա ով էր։ Ասաց տեսել են կայարանում։ Ինչ որ աղջկա թե կնոջ հետ։ Աղա, երթում կտամ, որ Թիֆլիսա փախել։ Ախր էքսի օրն ինձ ասում էր Նիկոլ Նիկոլաիչ, դու քրի ջուրը խմած կլինես, Թիֆլիսն ամես, թե Բաքուն։ Ես էլ ասի Թիֆլիսը։ Դե ղորտն էլ է դա էլի։ Հանգստացիր մայրիկ, ոստիկանության միջոցով կգտնենք։ Ոնց հանգստանա։ Ինչի հույսով։ Եկար բոլորիս կյանքը խառնեցիր։ Մի եղբորդ անպատվել տվիր, մյուսին տանից փախցրիր։ Գիտեմ ում համար ես մեր տունը քանդում։ Մարթա։ Քո այդ շեկլի կաչաղակի ու նրա ձաչերի։ Մարթա պետք չէ։ Մարթա։ Բացենք։ Բացենք։ Ադակարებში թե խաղազ, որավոչի։ Ვა, Միքայել ո՞ւր ես կորել, գերացվել է։ Այո, կարոտից բաշխրեցինք։ Բարև։ Բարև։ Միքայել, что скоро? Ադա մի դուժին շամպանսկի։ Օհո։ Աշտանը շնորհավոր։ Խաղալ չես մոռացել։ Թուղթ տվեք կտեսնեք։ Միքայել, ինչ կասիս։ Պապաշա, հիմա ինչ կասես, հա։ Ադա դենի վիզիոտ է։ Էլի տանես։ Միքայել։ Պատորը Միքայել, որքան։ Միքայել։ Վեցրու։ Միքայել։ Ասիլ։ Թղթերը։ Ավանա։ Ვა, գնաց։ Ադա է դուր։ Նայեք։ Քեֆը տեղը չէր։ 9։ Ვა, իմ 8 է։ Տարա, ատարա։ Չիմացա, այդ է չբումներ կողեք չուներ։
Զուրկը։ Դես ինչ ալի է։ Հրդեշինք Թիֆլիսի կայարանում, իսկ անարակ կնոջը կալանքի տակ առանք։ Շնորհակալ ենք։ Էնպես որ Շատ շնորհակալ ենք։ Մի րոպե։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Պարոն Ալիմյան, հեռախոսեցին գործարանից։ Ձեզ խնդրում են շտաբ կերպով մեկնել այնտեղ։ Հել ինչ է պատահել։ Ասում են սպանելին ինչ-որ մեկին։ Ինչ։ Սպանել են։ Այո։ Տեր Աստված, Տեր Աստված։ Ուշքի է գալիս։ Փառք Աստծո։ Պարոն Զարդարյանն է գտել եւ բերել այստեղ իր տուն։ Այո, բարեբախտաբար։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սմբատ Մարկիչ քննիչի եկավ։ Բարև ձեզ, Սմբատ Մարկիչ։ Չեմ հասկանում ինչ ժամանակն է դրանով զբաղվելու։ Բայց օրենքն օրենք է, ստորագրությունները կարելի է հաստատել եւ դատական ստուգարկով, ինչպես գիտեք, սակայն միթե ավելի ճիշտ չէ հենց իրենից պատասխանողից ստանալ մուրհակների օրինականության հաստատումը, քանի դեռ ողջ է։ Ինչպես գիտեք, ես Մարութ Խանյանի հետ ազգակցական կապերի մեջ եմ եւ լավ տեղյակ թե ինչ մարդ է նա։ Երբեք չեմ հավատա, որ Միքայելը այդպիսի խոշոր մի գումար է վերցրել նրանից։ 7 մուրհակով 1/4 միլիոն։ Կխնդրեի առայժմ չանհանգստացնել եղբորս։ Ինչպես կուզեք։ Օրենքն օրենք է։ Կատարյալ կողոպուտ, միթե թույլ ենք տալու։ Աստված սիրս, խղճա ինձ, ես չէի ուզում, ես ինձ խելքից հանեց, Իսահակը։ Մարութ Խանյանը։ Հա, Մարութ Խանյանը։ Ամեն ինչ կգրես, նոտարիուսով կհաստատես եւ կտասի։ Բոլորն կասեմ, կհաստատեմ, կտամ քեզ։ Միքայելին ծեծելու պատմությունն էլ կգրեմ։ Համեցեք, խնդրեմ, բարև ձեզ, վաղուց էլ չենք տեսնել, խնդրեմ, համեցեք, նստեցեք, Սամսոն, սուրճ և ֆին շամպայն։ Յուղանկարներից հավաքածու է զբաղված։
Կարող եմ ձեզ ցույց տալ, եթե հետաքրքրում եք։ Նոր նկարներ եմ գնել եւ բավականին հաջող։ Նշանավոր գործեր են, նշանավոր։ Այո։ Ինձ պետք են Միքայել Ալիմյանի կեղծված պարտամուրհակները։ Եվ անհապաղ։ Ողորմած ինչ է քանում։ Առայժմ ոչինչ։ Սա ձեզ, իսկ մուրհակները ինձ։ Ալումյանն է խոստովանել։ Նոտարիուսով հաստատել։ Առայժմ այս։ Առայժմ։ Իսկ հետո։ Հետո եթե Միքայելը չառողջանա, երկուստ էլ կկանգնեք դատարանի առաջ, իբրև մարդասպաններ։ Բայց Միքայելը դեպի լավն է գնում։ Կինս է իմացել։ Դա Աստված։ Տեսնեմ մուրհակները։ Ապրես աղջիկս, հիվանդ մարդ ես խնամում, տան գործն անում, դպրոցում դաս ես տալիս, մեզ էլ օգնում։ Դասերն ընդհատվել են։ Ինչու։ Երեխաները նոր տներում են, ես այստեղ։ Իսկ ինչու դուք էլ այնտեղ չեք տեղափոխվում։ Հայրս չի ուզում։ Ոչ մի կերպ համաձայն չէ։ Ասում է, մեկ չէ որտեղ այրվենք։ Նրա կարծիքով մեծ հրդեհ է լինելու։ Մարդու աչքը տեսածից է վախենում, իզուր եք ծիծաղում։ Խալիս հարսնացու, ինձ մնար թևից կբռնեի տուն կտանեի, կսազեր։ Սմբատին կսազեր։ Նրա սրտում էլ վարդու շուշան չի բուսնի։ Հրեն իրան նմանն էլ գալիս է։ Անտոնինան։ Հեռագիր է արել, դարդներս քիչ էր, մնացել էր դա։ Ուր եղա, ինչ արի, Սմբատին չգտա, ակցիոներների ժողով են հրավիրել, հատուկ, իր համար, հարային գցե թե բարձրացրել ենք մշակների ամսավճարը, ասում են դա օրենքի խախտում է պրայզբոլ։ Մեղակ ես Տեր Աստված, իսկ գնա որ Սմբատ հետ ժողովին։ Ոսկե հատ, չգնա, մեծ աղմուկ կլինի։ Ինչ ես ասում։ Եվ հաճախ են գումարվում այդպիսի ժողովներ։ Հազվագյուտ դեպքերում տարին մեկ-երկու անգամ են հավաքվում։ Ախր ես ասում էի չէ։ Այս աշխարհը ոնց եկել է, այնպես էլ գնալու է։ Ինչ է վերջ։ Եղավ։ Մի հակառակվիր այդ մարդկանց։ Չեն խնայի։ Քերի։ Կնստես աչից երկրորդ բազկաթոռին, դա հորդ տեղն էր։ Նորից եմ ասում, նրանք հասարակ մարդիկ չեն։ Սմբատ։ Չի հասկանում այդ տղան։ Ահա եւ ոդրինք ամենակուլ գայլերի որջը։ Այո, հաճելի բան չի սպասում քեզ, Սմբատ Մարկոսի Ալիմյան։ Սպասիր սրանք են, այս մի քանի անհրապույր անձինք են աշխարհի սուժեղները։
Այո։ Աչից երկրորդ աթոռ։ Նստենք։ Տեր իմ Աստված, ովքեր են տնօրինում մարդկանց ճակատագիրը։ Տեր իմ Աստված։ Ух, Барда. Ալյոշա, Լյուսա։ Ահայ եմ ձեր հայրը։ Ողջույն Սմբատ Մարկիչ։ Դե գնացինք երեխաներ, գնացինք։ Ալյոշա։ Լյուսա։ Արի տեսնեմ։ Ահա եւ եկանք։ Բարի գալուստ։ Բարի աչիկչեր։ Ես ինչ լավ բանադիր։ Իսկ ուր է Անտոնին, Ալեքսեյևիչ։ Շնորհակալ եղիր, որ մեզ թույլ տվեց գալ։ Բարձ է։ Իմ հարգարժան քրոջ ժամանումը անհնար է այն պատճառով, որտեղ այս հասարակությունը չի ճանաչում նրա ամուսնական եւ այլ իրավունքները։ Այո, Ալեքսեյևիչ, ծանոթացեք Կերիս Ռաֆիոն Գասպարիչը։ Շատ ուրախ եմ։ Փոքր եղբայրս Արշակը։ Արշակ ըստ հնդեվրոպական արզաս։ Սկյուտները կարծեմ ունեցել են այդպիսի զորավար։ Վերցրու բալիկս։ Շատ ուրախ եմ։ Վերցրու։ Առաջոնիկս։ Ալյոշա։ Ար։ Վերցրու Ալյոշա։ Կիտիկ։ Սմբատ։ Չկա չարիք առանց բարիքի։ Քանի որ կինը չի եկել, երեխաներին էլ վարձու տանը չենք պահի, կտանենք մեզ մոտ։ Մայրը շատ կուրախանա։ Պետք չէ։ Կապրեն առանձին։ Ինչպես։ Ինչպես առանձին, հապա երեխաներին ով պիտի խնամի։ Խնամող կգտնվի։ Երբ։ Ովքեր։ Նահանգապետին։ Հասկացա, նահանգապետին։ Հա, Միքայել։ Ահա։ Դա ինչ է։ Ինչպես։ Դու հրաժարվում ես ժառանգության քո բաժնից։ Այո։ Երախայություն է։ Գուցե։ Բայց ընդունիր։ Եվ տուր Մարութխանյանին իր ուզածը, թե պետ մուրհակները կեղծ են։ Լցրու նրա երախը, թե չէ քո գլխին էլ մի խաղ կխաղա։ Կարծում ես։ Ահա, քո պարտամուրհակները։ Գրիշը Հաբետյանն է։ Գործել։ Նայել ուրեմն ծառայության գնաց։ Քո սոցիալիզմին։ Պատկերացրու յուրօրինակ էքսպրոպրիացիա։ Սմբաթը խոստացել էր մեր տունը չքանդել։ Ինչու տեղահանարան մեզ։ Ինչու։ Դու խոստացել էիր տեղահանչանել Զարդարյաններին։ Ապա ինչպես են լայնեի գործարանը։ Իսկ երեխաներդ բաժանում են քո համակրանքը այդ օրիորդին նկատմամբ։ Լիովին։ Եվ առանձին երանդով են սերտում հայերենը։ Ինչ, Միքայել, ետ ես վերցնում հրաժարականդ։ Ոչ եղբայրիմ, ավարը հաղթողինն է, իսկ հաղթողը դու ես։ Տնօրինիր այդ գումարը ինչպես կուզես։ Ես ոչ ծրագրեր ունեմ, ոչ հոգսեր, ոչ հույս։
Միքայել, դու երջանիկ մարդ ես։ Իսկ դու արժանավոր։ Ես։ Այո։ Ես հասարակության սյուներից մեկն եմ։ Լրագրում է այդպես ասված։ Պարոն Սմբատ, նավթահանքերի բանվորության մեջ լուր է ընկել, թե դուք մտադիր եք կրճատել աշխատավարձից ձեր իսկ կատարած 20%-ի հավելումը։ Դա այդպես է։ Ստիպված եմ։ Ակցիոներներն, ինչպես գիտեք, մեծ աղմուկ են բարձրացրել։ Աղմուկն այստեղ Բողոք են ներկայացրել նահանգապետին։ Աղմուկն այստեղ ավելին կլինի։ Բանվորները կարող են դիմել գործադուլի։ Նրանք հատուկ պատվիրակ են ուղարկել բարձելու համար այդ հանգամանքը։ Ինչ պատասխան տանք նրանց։ Երևի ստիպված կլինենք հայտնել նրանց, պարոն Սուլյան, որ իմ եղբայրը հասարակության սյուներից մեկ լինելով պարտավոր է դառնալ քավության նոխաս։ Գնանք, պարոն կառավարիչ։ Հինգ թումանից մեկը պակսեցնում է, հասկանում ես, բասամարտություն է։ Ով սիվիլի ոսկու հանքերը չգնանք, ասում են այնտեղ լավ փող են տարել։ Մեր բան ամեն տեղ փուստ է։ Լավ աշտղեր։ Անենց մարդ չայ կտեսան։ Ինչ է խազեին, նեղն ես ընկեն, գուցե մեզանից պարտ վերցնես, Ինչպես էր վարվում հայրս նման դեպքերում։ Ինչպիսի դեպքերում։ Երբ սաբոտաժի վտանգ էր տեսնում։ Ձեր հայրը կանչում էր ժանդարմերին։ Դուք ուզում եք հետևել նրա օրինակին։ Ուզում ես կանչել ժանդարմերին։ Մի խառնվիր։ Ուրիշ ելք չեմ տեսնում։ Դե ինչ, փակագծերը բացվեցին։ Yavaş asıyor, baron injiner, hiç kal. Կտրումա փողը ավելացնում։ Փողը կտրումա դե ավելացնում։ Չի խոսում։ Մենք էլ մերը կանենք, գործի չեն կա։ Համեցեք Ալեքսեյ Հետաքրքիր է, առաջին անգամ եմ լինում արևելյան պանդոկում, մերսի արշակ։ Ճիշտ, Անտոնինա, ես կորցրի այն ամենը, ինչով ապրում էի, ոգևորվում և հպարտանում։ Այո, միջինը չկա ստերևույթին, կամ մեծ հավատ ու ձեռքերի մաքրություն, կամ ձեռքիդ փող, շատ փող, իշխելու իրավունք և հոգիդ իսպառ ռաբականված։ Հին առած է։ Հիմարություն, ոչ ոք ինձ դատել չի կարող։ Բոլորն էլ միայն խոսքով են արդար ու անշահ։ Դու էլ, այո, կարծում ես գլխի չընկա, թե ինչու բարեհաճեցիր երեխաներին ուղարկել մոդս։ Հայրն այլևս ամբասիր չէ, բայց հարուստ է, շատ հարուստ։ Ոչ, ես ոչինչ էլ չեմ կորցրել։ Չեմ ունեցել, որ կորցնեմ։ Այո, ոչինչ չեմ ունեցել բացի ատելությունից, դեպի ունեցողը։ Ատելությունն է շարժում մարդուս, մնացյալ ամեն ինչը սուտ է, պատրանք, ցնորամիտ երազներ, անտանելի այս քաոսում։
Սմբատ աղա ջան։ Բաժար է, բաժար, նավթահանգերը վարվում է։ Հրդե։ Հա, հրեն։ Հանքերում։ Հա, տելեֆոնով հայտնեցին հրեն արա են տալիս։ Աղա ջան։ Աղա ջան։ Այնտեղ խնդրում եմ օգնեք նրան նա Ոչ մի հայր, առաջին հերթին դուրս բերել միայն երեխաներին։ Տեր Աստված։ Այրվում է, ոչինչ չմնաց, Շաքերներ կպան։ Կպան, աղա, կպան։ Շաքերի կասարաններ։ Ռագիս մարտերանում քիչ մնաց խեղդվել։ Չփրով, երեխաներս եղբայր սուր են։ Ախպերը թեպետ աղայա, բայց մարդա իրեն չի խնայում։ Կարապետ, երեխաներս։ Որտեղ են երեխաներս։ Իմ երեխաները։ Երեխաներս։ Ես բանը երեխա չի մնացել։ Թողեք։ Կարապետ, ահա այստեղ 1000 ռուբլի կարելի է։ Փողերը դերը տա, կպարներ, թող։ Միքայել, Ուր են ռգված է Սմբատ, այնտեղ բլրակի վրա են, չերորի մոտ, չերորի Սրապյոնի հետ են, հանգստացիր Սմբատ։ Որտեղ կարող եմ տեսնել։ Վերջին պահեստն կպա։ Ինչ, պահեստը, գրողի ծոցը։ Ասացի ջրհորի մոտ են, չերորի Սրապյոնի հետ են, բլրակի վրա, ապա ով են։ Պարոն Զարդարյան, ուր է օրիորդը։ Այնտեղ է կրակների մեջ եղբայրս կործանիր աղջկան։ Այո, ես մակարգադրեմ և նրանց կփրկեն։ Ով դուրս բերի, պարոն Զարդարյանի եղբայրը, ես կվարձատրեմ 100 ռուբլի։ 200։ Միքայել, սպասի, ասում եմ, ասում եմ, լսիրից, հերոին ծալից, հելար, Միքայել։ Սմատ Մարկիչ։ Ես կողմ, վերցրեք ես աղջկան, խելք է կործրել է, ով թողեց նրան էստեղ, ով, շուտ տարեք, շուտ։ Պարոն Զարդարյան, Շուշանիկ, սիրելիս, Շուշանիկ։ Հայրս։ Լուսյա, զգուշ, կամաց վազեք։ Ախր Սմբատ, ինչը քեզ ստիպեց ես երեխաներին բերել ես տեղ, ես չորները գցել։ Սրանք եստեղ ինչ գործ ունեին։ Պարոն Ալիմյան,
Ժանդարները ձերբակալեցին ինժեներին։ Վերցրին ու տարան դեր ուշքի չեն։ Ժանդարներին դուք եք կանչել։ Ուր եք արքես։ Սպասում։ Ծերուկ։ Գնանք։ Գնանք սրես։ Եք սրես, մասացիր։ Գրապետ, Ռասուլ։ Ինչ։ Պարոն Միքայելը մնաց կրակների մեջ, օգնեցեք դրանից հրաս։ Ռասուլ։ Ես մեղավոր չեմ, ես չխնդրեցի, նա ինքը մտավ կրակի մեջ, նա ինքը գնաց։ Թողեք, չեմ ուզում, եջեր է այեղ դատաստանը, թողեք։ Պարոն Արիմյան, այս կողմ։ Պարոն Միքայել։ Հիմա Պարոն Ալիմյան, Ընդունեք խորին կարեկցանքս, պարոն Ալիմյան, վնասը կկազմի մոտ 1 միլիոն։ Մի քանի միլիոն, ցավում եմ սա։ Աստված պատժեց, Աստված։ Ոտի տակ տվեց իր ամեն սրբություն, կարկորենք, սնանկացրիր մեր եղբայրներին։ Երեխաների հալը ինչ է լինելու, ինչով են ապրելու։ Դա չէ ինձ մտահոգում։ Նավթահանքեր ես ապահովագրել եմ լրիվ արժողությամբ։ Կնշանակի, ոչ թե սնանկացում, այլ զորացում, Այլոց դժբախտյան հաշվին իհարկե, նաև սեփական պատվասրտման գնով։ Գրողը տանի։ Գրողը քեզ տանի, որ չի մասարել, թե ինչ մարդ է սմատը։ Քեզ նման 10 գրպանը կդնի։ Կդնի։ Սմբատ Մարկիչ, ես մեղավոր չեմ, ես չէի կարծում, որ նա կարող է նորից նետել կրակների մեջ։